Նորից կարդացեք, հետևություններ կանեք։ Նախ սովորեք, կա գուցե բառ և կա միգուցե բառ։ Գրաբարում գուցե նշանակում է հնարավոր է լինի, միգուցե նշանակում է հնարավոր չէ չլինի։ Սա ինձ թող խնդրում եմ ճիշտ օգտագործեք, սա իբրև խորհուրդ ձեզ բանասերի կողմից։ Կա այստեղ մի խնդիր, այս իշխանության բնույթը, տեսակը, իմ խոսքի մեջ ես էլ ասացի, չէ, ինչպիսի իշխանություն մենք ունենք։ Գիտեք փողոցային շարժման ճնշման բոլոր դեպքերը, գիտեք ուժային կառույցների, բոլոր ուժային կառույցների ենթակայությունը ստրկական մեկ մարդու։ Ինչու հնարավոր եղավ 18 թվականին ժողովրդային ավելի սրբազան շարժումից փոքր ճնշման դեպքում իշխանափոխություն, որովհետև իշխանությունը պատրաստ չէր գնալ այնպիսի քայլերի, ինչպիսին պատրաստ է իշխանությունը պահելու համար այս իշխանությունը։ Սրանց հեռացնելու համար շատ ավելի մեծ ճնշում և շատ ավելի մեծ շարժում է անհրաժեշտ։ Ոչ, այսօր հերթական ընտրությունների մասին որևէ խոսք չկա, արտահերթ ընտրություններ կլինեն թե չէ շատ բարդ է ասելը, բայց այսօր մեր ամբողջ աշխատանքը 3 տարբերակներին պատրաստվելն է և մենք փորձում ենք դա անել։ Իսկ որ ասում եք ծրագրի մասին են նկատում եք Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Ես բառացի ասացի, երրորդ նախագահը վերջերս ասել է, որ մինչև 26 թվականը ծրագիր կա։ Մենք ընկերներ ենք, մենք շատ ջերմ հանդիպում ենք, կարծեմ կարդացել եք պարոն Աշոտյանի վերջին հանդիպումը, որը ես պարբերաբար այցելում եմ նրան զրուցում ենք։ Իսկ ինչ գիտեք, որ չեն քննարկում։ Ձեր ներկայությամբ չեն քննարկում։ Դուք նորից չեք լսել իմ խոսքը։ Երբ որ ես ասում եմ, դուք չեք լսում իմ խոսքը։ Ես հատուկ պատրաստվել եմ, 2 օր աշխատել եմ ձեր համար, որ լսեք, չեք լսում։ Ես ասում եմ, եթե նպատակը միասնական թեկնածու առաջադրելն է, ուրեմն այդտեղից սկսել, այդ քննարկումները սկսել։ Եթե պատիվորում ես առաջարկի միասնական թեկնածուի հարց քննարկել, ոչ թե ձեր բերանով։ Հայաստան Խմբակցությունը կմիանա ցանկացած թեկնածուի առաջադրման դեպքում։ Եթե դուք ուզում Հայաստան դաշինքի ներկայացնող դաշինք այլ տարբերակով օրինակ ուժի կիրառմամբ իշխանափոխությունը, այլ դաշնակցությանը բնորոշ այդ գործիքակազմը օգտագործել հնարավոր է դա։ Դաշնակցությանը վերաբերող հարցերին տվեք դաշնակցականներին, ինձ մի տվեք։ Դուք իրենց մեղադրում եք, հեչ պարոն Վարդանյան, որ 2018-ին իրենք կողմ քվեարկեցին։ Ես մեղադրում եմ ձեզ, որ 18 թվականին ինչ չլսեցիք։ Բայց ձեր թող չլսեց ձեր 120-ամյա կուսակցությունը։ Ես ինչ եմ ասել 18 թվականին։ Ասել եմ, որ սա ողբերգական հետևանքներ ունենալու իմ ժողովրդի, հրապարակի երիտասարդության, Արցախի իմ պետականության համար։ Դուք չեք ձեզ եմ մեղադրում։ Որ այդ ողբերգությունը չկանխեց, կա իր ավելի կողմ։ Ես դատավոր չեմ, ես անհատականություն եմ, ես իմ տեսակետը ասել եմ, եւ դուք ինձ չեք լսել, ինչ ասում։ Լավ չեք արել, լավ չեք արել։ Ընդդիմության ներսում եղած քննարկումները քննադատությունից իշխանությունն ասում է ընդդիմության տեղի համար է, բայց ես հավեմ այնպես է ստացվում, որ երկրորդ նախագահը իշխանություն է ստանում եւ քննադատության այս ամբողջ բացիկավորությունը երկրորդ նախագահի կապեցումը քաղաքական ասպարեզություններն է իշխանություն է դառնում։ Այդ դեպքում Հանրապետական Սերժ Սարգսյանը ինչ մտահոգություն ունի, եթե Քոչարյանը դառնա իշխանություն։ Ես ասացի իմ տեսակետը, իմ անձնական տեսակետը, որ հաջորդ իշխանությունը ԿՊ-ի չարիքից հետո միաբևեռ իշխանություն չի լինելու։ Բայց մտահոգություն ունի Հանրապետականը, որ երկրորդ նախագահը կարող է
Դաշնակցությանը վերաբերող հարցերը տվեք դաշնակցականներին, հանրապետականին վերաբերող հարցերը Բայց հանրապետականներին։ Ռոբերտ Քոչարյանը որ գա իշխանություն առաջինը Սերժ Սարգսյանից ձեզ վրեժ կլուծի թե Նիկոլ Փաշինյանից պարոն Վարդանյան։ Դուք Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում եւ Դուք ճանաչում անիմաստ եզրակացություններ եք անում։ Որևէ մեկից վրեժ լուծելու խնդիր չկա։ Հայաստանը վերականգնելու խնդիր կա։ Շնորհակալ եմ։